Բաքվից 4 հայերի վերադարձը հույս է, որ մնացած 19 պահվող անձինք էլ տուն կգան։ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից հայտարարում է, հումանիտար հարցերի լուծումը, այդ թվում անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը էական ներդրում կլինի հաշտեցման գործընթացում։ Խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, պետք է անընդհատ սնուցել, պաշտպանել, նորոգել, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճնշումների պայմաններում։ Իրական խաղաղությունը Հարավային Կովկասում շոշափելի է եւ շատ մոտ։ Միրզոյանը խոսում է ապաշրջափակման, հաղորդուղիների բացման մասին, էլի պնդում Զանգեզուրի միջանցք ձևակերպում որևէ փաստաթղթում չկա, կա միայն թրիփ, որի սահմանումը հստակ տրված է։ Մեկ անգամ եւս ուզում եմ հորդորել ձեզ ընթերցել հռչակագիրը, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը։ Այս փաստաթղթում հստակ սահմանվում է, երկու կողմերը համաձայնել են բացել հաղորդուղիները, տրանսպորտային ուղիները եւ այնտեղ կա հստակ դրույթ թրիփի ուղու հաստատման մասին։ Չկա Զանգեզուրի միջանցք։ Նախարարը նույնքան հստակ չի ասում, թե որ ուղղությունից հիբրիդային ինչ հարձակումների մասին է ամիսներ շարունակ խոսում Հայաստանի կառավարությունը։ Կանխատեսում է միայն ընտրություններին ընդառաջ այդ հարձակումները ավելի կսրվեն։ Եվրոպացի պատվիրակներից մեկն ուղիղ ասում է, Մոսկվան կարող է ակտիվացնել այդ հարձակումները։ Երևանն ինչպես է դիմադրելու, եվրոպական կառույցներն ինչպես կարող են օգնել։ Ինչ կարող եք անել դուք։ Կանգնել Հայաստանի կողքին, արտահայտել ձեր պատրաստակամությունը, ցույց տալով ձեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը։ Մենք վստահ ենք, միասին կարող ենք հաղթահարել հիբրիդային բոլոր հարձակումները։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների, կրոնական ազատության ոտնահարում չեն արդյոք մի շարք եպիսկոպոսների ձերբակալությունները։ Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցիչը դիմում է Միրզոյանին։ Պարոն Փաշինյանը նշեց, որ ուզում է ղեկավարել առաքելական եկեղեցին եւ այն փոխարինել ազգային կենտրոն ունեցող եկեղեցով, եւ նա ձերբակալել է մեծ թվով եպիսկոպոսների։ Բամբասանք է արձագանքում է Արարատ Միրզոյանը եւ պատասխանում, թե ինչու են Հայաստանում բանտերը լցված հոգեվորականներով։ Ցավում եմ, որ ձեր տեղեկությունն ամբողջական չէ։ Հայաստանում հոգեվորականների հալածանք չկա։ Ուզում եմ հարց ուղղել ձեզ։ Կա իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ ընտրված իշխանությունը բռնի խլելու հրապարակային կոչեր են անում։ Կառավարության ներկայացուցիչներին, այդ թվում ինձ սպանելու բացահայտ կոչեր են անում։ Որոնք կլինեին ձեր գործողությունները։ Միրզոյանը պնդում է ժողովրդավար Հայաստանում բոլորը, հոգևորական, պաշտոնյա թե արվեստագետ պետք է գործեն օրենքի շրջանակում։ Տխուր իրավիճակ է Հայաստանում, ասում է, դատական գործերով անցնում են հոգևորականներ, որոնք բռնության բացահայտ կոչեր են արել։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։